սահմանին շատ հանգիստ է։ Այնքան հանգիստ, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է ամանորի տոներին։ Այնքան հանգիստ, որ Պաշտպանության նախարարի համար միայն բուքն ու քամին են մտահոգիչ։ Այո։ Հանկարծ չփակվեն մինչև 3500 մետր բարձրության դիրքերը։ Իսկ եղանակի դեմ ո՞նց եք պայքարում այդ դեպքում։ Հետևողականությամբ մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Ուր է կորել նախարար Պապիկյանի հետևողականությունը բանակում կանոնադրային հարաբերությունների պահպանության գործում։ Անկախ փորձագետները շարունակում են պնդել, Պաշտպանության նախարարը կոծկում է ոչ միայն առանձին մահվան դեպքերը, այլև վիճակագրությունը։ Պապիկյանի խոսքով մինչև հոկտեմբեր բանակում մահվան 5 դեպք է եղել, բայց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ասում է, մահվան դեպքերը այն էլ առաջին 6 ամիսներին 15 են։ Վերջին գույժը դեկտեմբերի 12-ին Սմբատ Կիրակոսյանի հետ պատահածի մասին էր։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվում էր զինծառայողի մահվան դիրքը, տեղն ու հանգամանքներն ասել։ Քննչական կոմիտեն հորդորում էր բավարարվել հաղորդագրությամբ, թե ժամկետային զինծառայողը կրակել է իր գլխին։ Ես չեմ կարող դրա մասին խոսել, կարծում եմ դա այն հարցն է, որ անհրաժեշտության դեպքում քննչական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա։ Մահացած Սմբատ Կիրակոսյանը ծառայում էր զինված ուժերի հյուսիսարևելյան հատվածում։ Այսօր միայն մի փոքրիկ տվյալ է հայտնում Պաշտպանության նախարարը։ Ըստ էության հաստատելով Հայլուրի տեղեկությունը, Սմբատը ծառայում էր Իջևանի զորամասերից մեկում, 19 տարեկան էր։ Ավելին ասել չեմ կարող։ Հյուսիսարևել։ Բայց միևնույն է, Սուրեն Պապիկյանին հարցեր չունի Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին Աննա Հակոբյանը, որ հարցաշատ էր նախկինում։ Հակոբյանը օրինակ 2013-ին Սերյան Օհանյանին հարցնում էր, թե ինչու նա հրաժարական չի տալիս, երբ գիտի, որ ծառայակցի կրակոցից սպանված զինծառայողի հարազատները նրա դագաղը Երևան են բերում։ Աննա Հակոբյանը հարցնում էր իրենց ընտանեկան թերթով, հայկական ժամանակով։ Թերթն էլի Փաշինյաններին է։ Փաշինյանների իշխանության օրերին այդ հարցերը չկան։ Կա եղանակը թիվ 1 խնդիր համարող Պաշտպանության նախարար։ Եթե Երևանում կամ մեր մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Արփիս Քեսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։